Բարի լույս, սիրելի ազգակիցներ, Վարդանանք զրուցահանդեսը ողջունում է ձեզ։ Սիրելիներ, այսօր շարունակում ենք մեր զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Վահան Սարգսյանի հետ։ Ես հուսով եմ, որ դիտել եք նախորդ հաղորդումը եւ սա կլինի անմիջական շարունակությունը նաեւ նյութի առումով։ Վստահ եմ, որ շատ քիչ բան է արված հայագիտության մեջ եւ բավական բան էլ շեղված վիճակում է եւ պետք է հայագիտությունը զարգացնել եւ վերականգնել նաեւ շատ իմաստներով, եթե դեմ չես ես մտքին, սիրելի Վահան։ Եվ ես մի անգամից սկսեմ խոսակցությունը լեզուների դասակարգման այս խնդրով, երբ ասում են համեմատական լեզվաբանություն, որը խորին համոզմամբ եւ քո դու ինքդ այդ մասին հաճախ ասում ես, ճգնաժամ է ապրում այսօր, դարձել է մի տեսակ կեղծ գիտություն կարծես, եւ այդ համեմատական լեզվաբանության արդյունքները, որոնք շեղում են փաստորեն իրականությունից մարդկանց, այս դրա մասին ուզում խոսենք լեզուների դասակարգման այս տեսության եւ ընդհանրապես համեմատական լեզվաբանության եւ անցնենք բասկերի այս հետարքիր նյութին, որը ես հուսով եմ կընդարձակես ավելի, քան գիտաժողովին ասվածներ։ Շնորհակալություն։ Իսկապես համեմատական լեզվաբանությունը այսօր գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ։ Ես ինչպես առիթ եղել է միշտ ասել եմ, որ այդ համեմատական լեզվաբանությունը մի մեթոդ է, որը կողմնորոշված է միայն դեպի արտաքին աշխարհ, որևէ երևույթի արտաքին համեմատությունների պատկերն է տալիս։ Բառը կամ որևէ երևույթ լեզվից վերցնում ես, ասում են մանգալ սանսկրիտում, հունարենում, լատիներենում, ռուսերենում եւ այլն եւ ստանում են որոշակի արդյունքներ։ Այդ արդյունքների հիման վրա կազմում է դասակարգում լեզուների։ Եվ ակնհայտ է, որ չեն նայում այդ լեզուների ներսը ինչ կա։ Եվ արդյունքները դառնում են միակողմանի նաև լեզուների դասակարգում։ Սա հիմնական թերությունն է այդ մեթոդի, համեմատական մեթոդի։ Մյուս թերությունն այն է, որ երբ որ ձևավորվում էր դասական համեմատաբանությունը, անջատվեցին երկու գաղափար։ Այսպես կոչված մարդաբանական ցեղակցությունը եւ լեզվաբանական ցեղակցությունը, դրանք տարբեր բաներ են։ Բայց պետք է ասել, որ այդ ժամանակ չկային արդիական մեթոդներ, ոչ մարդաբանական, ոչ գենետիկայի, ոչ էլ լեզվաբանական, եւ գիտնականները այն ժամանակ գրել են իրենց հնարավորությունների սահմաններում եւ իհարկե պետք է վերանայել բավական բան։ Հիմա այդ դասակարգման հիման վրա ստեղծվել է որոշակի համակարգ, ընտանիքներ, լեզվաընտանիքներ, նախալեզուներ վերականգնվել են, սեմական, հնդեվրոպական, կովկասյան, թուրքական, ուգրոֆիննական եւ այլն։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Ես ինչու եմ այդպես վստահ ասում, որ այդ վերականգնումները կեղծ են, բավարար չափով հիմնավորված չեն եւ տանում են ճգնաժամ։ Որովհետեւ այդ վերականգնված նախալեզուն թույլ չի տալիս, որ ցեղակից համարվող ժողովուրդները իրար հետ հաղորդակցվեն։ Այս ամենակարևորն է։ Իսկ լեզուն հաղորդակցության միջոց է։ Դա մենակ գրելու համար չի, որ գրեն եւ ինչ-որ բան մնա։ Դա խոսակցական լեզու է, մարդիկ պետք է իրար հետ շփվեն, այդ լեզվով հասկանան։ Այդ վերականգնված նախալեզուները ոչ սեմականի համար, ոչ հնդեվրոպականի, ոչ կովկասյանի եւ այլն իրար հետ խոսելու, իրար հասկանալու հնարավորություն չեն տալիս։ Ուրեմն պետք է վերանայել։ Նորից վերադառնալ այն կետին, որ լեզուն հաղորդակցվելու համար է եւ ցեղակից կարող են համարվել այն լեզուները, որոնց միջև նմանությունը թույլ է տալիս, որ մարդիկ իրար հասկանան։ Եվ այդ դասակարգման արդյունքում ավանդական հայերենը հրճակվել է հնդեվրոպական լեզու, բասկերենը անհայտ ծագման լեզու։ Հիմա կան ուրիշ կարգի նմանություններ, ասենք հայերենը կովկասյան լեզուների հետ, հայերենը սեմական լեզուների հետ, ասում են փոխառություններ։ Ես բերեմ մի շատ պարզ օրինակ, որ նախ միշտ չի որ կարելի է հստակ պարզել, թե փոխառությունը ինչպես է գնացել որողությամբ եւ ինչ ճանապարհ է անցել։ Մի շատ հետաքրքիր օրինակ կա։ Մենք հիմա շատ հաճախ հանդիպում ենք եվրոպական լեզուներից հայերեն ներթափանցած յոգուրտ բառին, որը մածուն է ընդամենը։ Յուղորտ։ Մեր յուղորտն է, որը անցել է թուրքերենին, թուրքերենից անցել է զանազան այլ լեզուների եւ վերադարձել է հայերեն եվրոպական լեզուներից որպես յոգուրտ։ Մենք կարող ենք արդյոք ասել, որ հայերենը փոխառություն է կատարել եվրոպական լեզուներից կամ թուրքերենից։ Դա փոխառություն չէ։ Դա վերադարձած բառ է աղճատված տեսքով ընդամենը։ Ակնհայտորեն
դա հայերեն յուղորդ բառից է ծագում եւ վերադարձել է հայերենի մի փոքր այլ տեսքով, որ կարող են տարբեր բարբառներում տարբեր հնչողություն ունենալ եւ դա չի փաստում, որ մենք չենք ունեցել այդ բառը հարկադրված փոխառություն ենք կատարել։ Քաղաքակրթությունը բերել է հայերենից բառը վերցել է, շրջել է աշխարհով մեկ, վերադարձել է նորից հայերեն։ Դա բոլորովին ուրիշ հարց է։ Կապված սեմական լեզուների հետ։ Ինչ խոսք։ Սուրբ գրքի թարգմանությունը ենթադրում էր ինքնին, որ պետք է լինեին շատ մեծ թվով սեմական փոխառություններ, մասնավորապես ասորերենից, արևմտյան բարբառից արամեերենի, թողած մի կողմ այն դասակարգման հարցը սեմական լեզուներ առանձին, բայց ես այդ հարցին անդրադարձել եմ եւ գրել եմ տարբեր առիթներով, որ չէր կարող 5-րդ դարում միանգամից ստեղծվել կատարյալ հայերեն։ Եվ միայն պակասային կրոնական տերմինները, որ դրանք էլ վերցնեին արամեերենից։ Մենք ունեցել ենք հնագույն պաշտամունքային համակարգ, աստվածություններ, բագիններ, մեհյաններ եւ այլն, եւ դրանք արտացոլված են սուրբ գրքի թարգմանության մեջ։ Եվ քանի որ քրիստոնեությունը իբրև թե մեզ անցել է որպես դավանաբանություն սեմական աշխարհից, իբրև թե ես նորից եմ կրկնում, հետևից էլ հետ է եկել լեզվական ազդեցությունը, բայց իրականում եթե այդ երևույթները Հայաստանում չլինեին ֆիզիկապես, քահանան, չլիներ տիրացուն, չլիներ դպիրը եւ այլն, բոլորը չլինեին, չլինի բառերը։ Բայց եթե նրանք եղել են, ինչու պետք է հայերենը այդ բոլորը ջնջեր եւ անպայման վերցներ սեմական բառեր։ Այստեղի տրամաբանական հետեւություն, այդ բառերը նույնպես ճակերտավոր քրիստոնեացվել են ընդամենը։ Մեր նախաքրիստոնեական, այդպես ասենք, շրջանի տերմինաբանությունը ամբողջ հոգևոր տերմինաբանությունը նույնպես քրիստոնեացվել է, ինչպես խաչքարերը, ինչպես գրերը, ինչպես ամբողջ մշակույթը հայկական։ Եվ ստացվում է, որ այդ ազդեցությունը, որը վերագրվում է, նույնպես ենթակա է շատ լուրջ վերանայման, զտման։ Սեմական աշխարհից եւ առհասարակ արտաքին աշխարհից փոխառություն մենք կարող ենք համարել միայն այն բառերը, որոնք այդ ժողովուրդներին վերաբերող տերմիններ են։ Եվ հայերենում չունեն ազգակիցները իրենց հայերենի ներսում։ Այո, եւ հայերենի ներսում իրենք ժողովուրդները չունեն։ Այս է շատ հստակ չափանիշ է։ Եթե դա որևէ պաշտոն է միայն իրանական իշխանական համակարգին բնորոշ եւ խորթ է հայկական միջավայրին, բայց այդ բառը կա հայերենում, խորթությունը իսկույն աչքի է զարնում, որ նա բերված է այնտեղից։ Բայց եթե դա որևէ պտուղ է, սուլթան, էմիր, չեմ գիտեմ։ Հա, ես այդ սեմական աշխարհի հետ կապված շատ հետաքրքիր ես փաստ ասեմ։ Սարգոն թագավորը 24-րդ դարում մոտավորապես մեր թվարկությունից առաջ Արմանու երկրում, այսինքն Հայաստանում եղած ժամանակ նկատում է որոշ բուսատեսակներ, բույսեր, որ իրենց երկրում չկան։ Եվ տանում է այստեղից մի քանի բաներ, որոնց թվում, ասենք, թութա գրում է, սիրդու, սալուրու եւ այլն, որոնք մեր թութն է, սրդին է, սալորն է, եւ զարմանալիորեն բոլոր հայկական բառերներում գրված է, որ դրանք սեմական բառեր են։ Ուրեմն սեմական աշխարհի ներկայացուցիչը Հայաստանում այդ պատողները տեսնում է առաջին անգամ, լսում է դրանց անունները, հետեւաբար հայերի կողմից տրված հայերեն բառերը, տանում է սեմական աշխարհը հարստացնում է, բայց մեր բառարագիները պնդում են, որ դրանք սեմական բառեր են, եթե խորթ է սեմական աշխարհին։ Դու ավելի абսուրդ կա այդտեղ, այդ սեպտեմբերին եղած այդ հայագիտական գիտաժողով եղավ, միջազգային եւ այլն։ Մեկը վերեր կացել, անունը չեմ հիշատակում հիմա, եւ ապացուցում է, որ շումերական եւ ուրեմն հայերենը շումերերենից հայերենի փոխառություններ։ Ներսես Մկրտչյանի զեկուցումը։ Հիմա ասում է սումերական լեզվից մենք փոխառություն ենք վերցրել ու բառերն է հիշատակում, ասում է ուրց։ Եղբայր, ուրցը շումերում չի աճում, չի կարող աճել, որովհետև նա որոշակի բարձրության վրա է աճում։ Եթե այդ մարդը այդ բույսը չունի, ես դրա անունը ոնց եմ նրանից փոխառել։ Սա անհետ արդեն չգիտեմ, հասցնում է абսուրդի այս պատմությունը։ Եվ ինչն է հետաքրքիր, որ նորից 5 տակարանի հետ կապված դրախտի ավանդությունը, դա առանձին մեծ քննություն է պահանջում, ինչն է այդտեղ խորհրդանիշը։ Խնձորը որպես բուսատեսակ խորթ է սեմական աշխարհին։ Կա մի հետաքրքիր պատմություն, Ֆրանսիայից գալիս է մի ուսուցիչ եգիպտական դպրոց եւ երեխաներից մեկին ասում են նկարիր խնձոր եւ այդ երեխան պատմում է, որ ուսուցիչը ասաց, որ ես նկարեմ մի տարօրինակ առարկա, որը կոչվում է խնձոր։ Այսինքն նրանք խնձորը չգիտեն ինչ է։
Եվ հետևաբար եթե դրախտի խորհրդանիշը խնձորն է, որը նրանց բուսական աշխարհին խորթ է եւ եկել է ուրիշ տեղից, բառը արդեն չի կարող լինել սեմական։ Մյուս հակառակ կողմը ասենք։ Նոյը ասում է ուղարկեց աղավնին Մասիսի գլխից ուղարկում է աղավնին ձիթենու ճյուղ բերանին եկավ։ Ձիթենու ինչ գործ ունի ձիթենին Հայաստանում։ Բայց որpիսի սա սեմականացվի պատմությունը, նա ձիթենի է բերում, բայց ձիթենին նա չէր կարող բերել հայկական լեռնաշխարհում, չի աճում այդ բույսը։ Եվ պարոն Մուշեղյանը, Ալբերտ Մուշեղյանը, մեր շատ սիրելի, հետարքի դիտողություն է ասում, դա պիտի լիներ ասում է խաղողը, դա պիտի լիներ խաղողի, ուրեմն խորհրդանիշը խաղողն է։ Բայց ասում է դարձել է ձիթենի, չգիտեմ այնտեղ հիմա ղևտացիները ինչ են արել, ինչ են։ Իդեպ ձիթենու հետ կապված դա ամենահետաքրքիր հարցերից մեկն է, ձիթապտուղը եւ ձեթի մշակություն առհասարակ որպես քաղաքակրթության կարևորագույն նվաճումներից մեկը որ եղել է, ինչպես ցույց են տալիս պատմական նշանաբանության տվյալները եւ տարբեր լեզուների համեմատությունները այդ տերմինաբանության հայկական լեռնաշխարհի լայն առումով բազմաթիվ շրջաններում, մասնավորապես Փոքր Ասիայի հարավային շրջաններում ձեթի մշակությունը գոյություն ունեցել է, ձիթապտղի մշակությունը։ Այո, եւ ոչ միայն ձիթապտղի մասին է խոսքը, կտավատի եւ վուշի ձեթի նաեւ խնդիրը մենք ունենք, որ վերջին հաշվով կտավ, քաթան եւ կոտոն բառեր ամբողջ աշխարհում տարածված հայերեն կուտ բառից են ծագում, որը կտավատն է։ Այսինքն հիմքը այդ համաշխարհային մեծ մշակույթի ձիթամշակության ամփոփված է հայերեն կուտ բառի մեջ, որը կորիզ է նշանակում։ Եթե մենք ունենք այդ տվյալը, պետք է գնանք տեսնենք ձեթ բառի ծագումը ինչ է։ Իրականում այդ կորիզները ճզմելուց է առաջանում ձեթը, հետևաբար բուն գաղափարը ցայտելը։ Եվ ձեթ բառը դա հայերեն ցայտ բառի սեմական աղավաղված տարբերակն է, որ մեզնից փոխ են առել, կպել է միայն ձիթապտղին, առանձնացվելով վուշից եւ կտավատից եւ տարածվել է իբրև առանձին մշակություն։ Մինչդեռ դա հայերեն ցայտ բառն է, ցայտել դուրս տալ, որը կա նաև ցետ բարբարային տարբերակը, միզելու եւ այո, դուրս տալու ցայտելու գաղափարն է։ Հետևաբար, եթե մենք հստակորեն նայում ենք, եթե այդ մշակույթը չունենանք, բառը չենք ունենա։ Սեմական աշխարհում ձեթի բառի ծագման հիմքը հայտնի չի կցվում ոչ մի բառի, բացարձակապես։ Մեզ մոտ հստակորեն կցվում է գործողությանը ցայտելու։ Ինչպես որ կուտ բառը կտավատ կշվում է կորիզին, միտեղ կորիզի գաղափարն է, որը մենք ունենք երկու բառ հայերենում, կտավատ, կուտ, այդտեղից էլ կոտոն, քաթան եւ այլ ամբողջ աշխարհում տարածված, կորիզի գաղափարը, որը բուն նյութն է։ Երկրորդը կորիզից ցայտելու գաղափարը, որը մենք ստեղծել ենք ամբողջական մի միկրոտիեզերք ձիթագործության ասպարեզում, որը սկսվել է Հայաստանի հարավային շրջաններում, անցել է մյուս ժողովուրդներին եւ այնտեղից հիմա մեզ փորձում են մատուցել որպես փոխառություն։ Սա շատ հետաքրքիր հարց է։ Առանձին ես այդ բառանում իհարկե բավական մեծ հոդված կլինի ձեթ բառի հետ կապված, որ այս ամբողջ նախապատմությունը նշվի եւ զուտ լեզվաբանական միջոցներով ցույց տրվի, որ այդ բառը ոչ իր կառուցվածքով, ոչ իր նախնական իմաստով չի կարող լինել սեմական։ Եվ բառի կարևորությունը նրանում է, որ դա մի ամբողջ մշակույթ է խորհրդանշում։ Այո, ինչպես որ կուտը կտավատն է, կոտոն դարձել ամբողջ աշխարհում տարածվել։ Հենց հայերեն կուտ բառից, նույն կերպ էլ հայերեն ցայտ բառից տարածվել է ամբողջ աշխարհում։ Հիմա անցնենք մեր բասկերին։ Նախ ես կուզեի, որ եթե հնարավոր է ներկայացնել սիրելի Վահան, այստեղ եղած մի քանի գրքերը մերոնց արագ ներկայացնես եւ որտեղ է հրատարակված ինչպես եւ այլն եւ անցնենք ուրեմն այս շատ հետաքրքիր հարցին, որը գալիս է դեռևս 16-րդ դար ասում ենք, հա, թե 17-րդ դարից։ Շատ բարի, արդեն ասացի, որ բասկերի հետ կապված մենք ունենք հետաքրքիր պատմություններ, հետաքրքիր տեղեկություններ։ Բասկերը ապրում են Իսպանիայի հյուսիսային շրջաններում եւ Ֆրանսիայի հարավում, ամենահին ժողովուրդներից մեկն են Եվրոպայի, թերևս ամենահին Ֆրանսիայի գասկոնացիներն են։ Այո, նույն ժողովուրդն են, այնտեղ ասում են բասկոն, այնտեղ գասկոն, եւ նրանց լեզուն նման չի հարևան որևէ լեզվի, ոչ լատիներենին, ոչ հունարենին, առհասարակ այդ տարածքից բավականին հեռացող իր ներքին բովանդակությամբ եւ կառուցվածքով լեզու է։ Եվ այդ արհեստական դասակարգման
արդյունքում դիտվել է իբրև առանձին լեզու, որ ցեղակից չի ոչ մի լեզվի հետ։ Բայց ցավոք սրտի իրենք ուշ են սկսել գրել։ Իրենց գիրը լատիներենի հիման վրա 16-րդ դարի կեսերից սկսել են գրել։ Մոտարապես այդ ժամանակ էլ իսպաներենով սկսել են գրել իրենց պատմությունը։ Եվ ունեն 3 հիմնական պատմագիր, որոնք նաև Իսպանիայի թագավորի պատմագիրներն են եղել, ամբողջ Իսպանիայի պատմությունն են գրել։ Եվ այդ 3 հեղինակները առաջինից գրել են, գիրքը որ գրել են բասկերի մասին, գրել են, որ իրենք հայկական ցեղեր են եւ գաղթում են Հայաստանից։ Եվ վերում են տեղանուններ, բազմաթիվ տեղանուններ, բավական հետաքրքիր։ Մի փոքր ուշ շրջանում, արդեն 17-րդ դարի սկզբին, կոնկրետ 1607 թվականին, Մեքսիկայում լույս է տեսնում Բալտասար Էչավեի ճառեր աշխատությունը, ահա այդ գիրքը, ֆաքսիմիլե հրատարակությամբ, տպագրված Մեքսիկայում 1607 թվականին, եւ այստեղ առանձին գլխով նշվում է, որ իրենք հայկական ցեղեր են, ծագում են Հայաստանից, եւ միջև անգամ բերում են օրինակներ, որ Ֆրանսիայի բասկերը ունեն արմենակ տեղանունը, որը նշանակում է հայեր։ Այսինքն իրենց համարում են, ընդ որում արմենակ հոգնակի թվով է, վերջիկն հոգնակի մասնիկն է ինչպես որ հայերենում։ Հայերեն արմենք կլինի արմենաց, հետեւաբար հինձև եղել է արմենակ, որը վկայված է հայկական ավանդության մեջ։ Այսինքն ստացվում է, որ արդեն 17-րդ դարի սկզբին բասկերի հայկական ծագման տեսությունը մտել էր ամերիկյան մայրցամաք։ Մեքսիկոյում արագ։ Մեքսիկայում։ Մինչև արմենակի մասին։ Դենց Գասկոնիայում է Արմանիակը։ Այո, Գասկոնիայում, այո։ Գասկոնիայում կա Արմանյակ քաղաք։ Այո, այո։ Հիմա կոնյակի մասին է խոսքս։ Այո։ Կոնյակը ֆրանսիական խմիչք է համարվում, փառաբանված ամբողջ աշխարհում։ Բայց մենք գիտենք, որ նախքան կոնյակը դա կոչվում էր Արմանյակ։ Հետագայում տարան այդ արտադրությունը կոնյակ քաղաքը եւ այդ քաղաքի անունը կոչվեց կոնյակ։ Հիմա Արմանյակում սկսում է կոնյակի արտադրությունը հայերի կողմից փաստորեն, անունն էլ Արմանյակ է, մինչև հիմա այդ կա այդ Արմանյակը, տեսակը, որից հետո դա գրում է կոնյակում դարձնում է կոնյակ եւ այդ կոնյակը ֆրանսիական մեծ համարում ունի ամբողջ աշխարհում։ Հիմա այստեղ նոյակ բան սարքեցին, չէ՞ կոնյակի ժամանակ։ Սրանք եկել էին Ամերիկային ժամանակ, սրանց հետ հանդիպեցինք, անունը որոշում էին ինչ տնենք եւ այլն, ասի դրեք Արմանյակ։ Ասեց ոնց Արմանյակ տնենք, Արմանյակ ինը Ֆրանսիայում ուներ այդ։ Ասի ավելի լավ դրեք, ասում դատի կտան, ասի ավելի լավ, թող դատի տանի հրապարակայնացվի խնդիրը, եղբայր, սա մերն է։ Այո։ Այդ կոնյակի արմատը կներես ընդհատեցի, բայց ավելին ասեմ, մի քանի տարի առաջ այստեղ եկել էր մի բասկ գիտնական, արշավախմբում էին հրավիրել հնագետների, որ այստեղ ինչ-որ զբաղվեն հայ բասկյան հնագիտական հարցերով, եւ իրենք զբաղվում էին գինեգործության եւ խաղաղության տերմինների ուսումնասիրությամբ։ Եվ պարզվեց, որ բասկերը ունեն մաչար, բառը նշանակում է մաչար, հակակուտ գինի։ Եվ առհասարակ գինեգործական տերմինների խաղաղագործության բավական նմանություններ կան։ Եվ սա էլ մետաղագործության նման անցել է Եվրոպա Հայաստանից եւ տարածվել է նաեւ արևմտյան եւ մասնավորապես Ֆրանսիայում։ Ես ինչ էի ուզում ասել այս հարցի հետ կապված, որ փաստորեն սա առաջի դեպքն է, որ ոչ թե մենք ազգային ինչ-որ բացառիկություն դելելով պնդում ենք, որ այսին ժողովուրդը հայ է, որ իրենց ազգային ավանդությունը, իրենց պատմիչները, իրենց ամբողջ մշակույթը հուշում է այդ ժողովրդի հայկական ծագումը։ Եվ մանավանդ ասվում է, գրվում է սևով սպիտակի վրա։ Եվ ես սկսեցի ուսումնասիրել ոչ միայն այդ պատմական աղբյուրներ, այլ նաև լեզու, համագործակցելով բազմաթիվ բասկ գիտնականների հետ եւ ունեցանք դժվարություններ։ Հայաստանում բասկերեն իմացող չկա։ Իսպանիայում եւ բասկերի մոտ հայերեն իմացող չկա։ Եվ ստիպված ես ինձ վրա վերցրի մի դժվարին գործ, մի կողմից հայ գիտնականներին ներկայացնել բասկերեն լեզուն, որ այստեղ սովորեն, մյուս կողմից բասկերին ներկայացնել հայկական լեզվաբանությունը, որպեսզի փոխադարձ կամուր ստեղծվի։ Եվ համագործակցելով բասկ գիտնականների հետ հաջողվեց հրատարակել մի քանի արտակարգ կարևոր գիրք։ Դրանցից առաջինը բասկերենի համառոտ քերականությունն է, որ լույս տեսավ 2000 թվականին բասկերի կառավարության ֆինանսավորմամբ։ Առաջին անգամ մենք ունեցանք եւ աշխարհի այն հազվադեպ ժողովուրդներից ենք, որ ունենք մեր մայրենի լեզվով բասկերենի քերականություն։ 3-4 ժողովուրդ կա աշխարհում, երկիր կա, որ այդպիսի գիրք ունեն եւ բասկերեն հայերեն բառան, որը դրա շարունակությունն է, նույնպես բասկերի կառավարության կողմից մի քիչ երկար բայ ֆինանսավորված։ Սրան զուգահեռ կար կարիք իհարկե տարածելու բասկյան մշակույթ։
Ոչ մեզ անծանոթ է, մենք չգիտենք դա ինչ ժողովուրդ է, մշակույթով են ճանաչում, ոչ միայն լեզվով։ Եվ ձեռնամուխ եղանք բասկյան դասական գրականության հայացմանը։ Ուրեմն Բասկեն առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1545 թվականին։ Դա Բերնար դե Չեպարեի Էուսկերեն բարբարի առաջնեկը գիրքն է, որը թարգմանվեց հայերեն մի քանի տարի առաջ եւ զուգահեռ տեքստերով բասկերեն հայերեն ներկայացվեց հայ ընթերցողին։ Այստեղ ինչն է հետաքրքիր, ես խոսեմ միայն վերնագրի մասին։ Ուրեմն իրենց ասում են Էուսկերա կամ Էուսկերե, մենք ասում ենք հայերեն։ Ուրեմն ես թողեցի բառը ոչ թե բասկերեն, այլ իրենց լեզվով Էուսկերեն։ Իրենք խոսելուն ասում են բարբարա, հայերեն բարբարել։ Ուրեմն ես կարող եի գրել լեզվի, ես գրեցի բարբարա, բարբարի։ Եվ առաջնեկը, իրենք առաջին ասում են առաջինագո, նշանակում է առաջնեկը։ Այսինքն ես վերնագիրը այնպես գրեցի, որ երեք բառերն էլ բասկերեն հնչի։ Բայց ցավոք սրտի այս գրքի վերնագիրը բասկերեն չի պահպանվել, գրվել է լատիներեն, lingua vasconum primitie։ Հիմա հայերեն վերնագիրը ավելի բասկերեն է, քան թե իրենց բնագրի ուրեմն վերնագիրը։ Հետաքրքիր է սարենա։ Եվ հրատարակվեց նաև իրենց դասական գրականության լավագույն նմուշներից մեկը, Պերու Աբարկա վեպը Խուան Անտոնիո Մոգելի, սա ֆինանսավորել է Բիսկայա նահանգի կառավարությունը, առաջաբանի հեղինակն է Բասկերի ակադեմիայի փոխպրեզիդենտ Էնրիկե Կնորը, մեր լավ համագործակից ընկեր է։ Մի շատ գեղեցիկ գիրք տպագրվեց մի քանի տարի առաջ ժամանակակից նավառացի բանաստեղծներ, առաջին անգամ կենթանի ստեղծագործող 16 բանաստեղծի ստեղծագործություն մենք ունեցանք հայերեն, եւ առաջաբանի հեղինակն է ճանաչված բանաստեղծ Կորպասը, որը Նավարայի մշակույթի նախարարն էր այդ ժամանակ, եւ որպեսզի ունենանք այսպես կոչված համակարգող մի կենտրոն, Երևանի պետական համալսարանում ստեղծեցինք Արաքս միջազգային գիտական հանդեսը հայ բասկյան։ Ինչու Արաքս, որովհետև Արաքս անունով գետ կա Հայաստանում եւ Բասկերի երկրում, իրենց մայր գետն էլ Արաքս է կոչվում։ Ահա այդ հանդեսից մի օրինակ, արդեն 11 համար լույս ենք ընծայել, աշխարհի տարբեր երկրներից մարդիկ մասնակցում են։ Եվ հայերենի հետ համատուններին անցնելուց առաջ ես կուզեի մի շատ հետաքրքիր փաստ նշել, բասկերի ներդրումը ամերիկյան մշակույթի զարգացման մեջ, այսինքն անուղղակիորեն հայկական ներդրումը։ Ինչպես գիտեք, ամերիկյան մայրցամաքը հայտնաբերել են իսպանացիները, որոնց մեջ հիմնական զանգված եղել են բասկերը։ Բասկերն են ամերիկյան մայրցամաքում տարածել քրիստոնեությունը, դրանց վերապահված եղել պատմական նույն ճակատագիր, ինչ որ հայերիս առաջավոր Ասիայում։ Նրանք են հիմնել խոշորագույն մայրաքաղաքները Լատինական Ամերիկայի 20 մայրաքաղաքները, խոշորագույն քաղաքները։ Բայց Միացյալ Նահանգներում նրանց դերը բոլորովին ուրիշ է եղել։ Օրինակ Նևադա նահանգում մինչև հիմա կա հսկայական բասկյան գաղթօջախ Ռենոյում մասնավորապես եւ Տեքսասում շատ մեծ թիվ են կազմում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները հսկայական թվով բասկեր իրենց անաստապահությամբ եւ մշակույթով զարգացնում էին Ամերիկայի տնտեսությունը, բայց ոչ միայն դա։ Արիզոնա նահանգի անունը ունի բասկյան ծագում։ Դա ծագում է հարիճ բառից, որը նշանակում է կաղնի, հայերենում էլ կա, օնա նշանակում է լավ։ Ուրեմն Արիզոնա անունը ծագում է ոնց որ հայերեն հարիճ բառից, լավ հարիճների տարածք, կաղնուտ, գեղեցիկ կաղնուտ։ Եվ նույնը Չիկագո քաղաքի անունը։ Դա Չիկիա կամ Քիչիա բասկերեն նշանակում է քիչ։ Դա նույն հայերեն բառն է, որը նշանակում է փոքր տարածք, հնում այդպես է եղել։ Այսինքն Միացյալ Նահանգների ընդհանուր քաղաքակրթության մեջ բասկերի տեսակարար կշիռը բավական մեծ է։ Դա անուղղակիորեն հայկական մշակույթ է, ուրիշ անվան տակ արդեն նորից ներթափանցած այնտեղ։ Մենք առանձին այնտեղ ունենք երկու տեսակի քաղաքակրթություն։ Մեկը ուղղակիորեն մեր տարածը, հայերիս տարածը։ Մյուսը մեր բասկ ցեղակիցների միջոցով տարած քաղաքակրթությունը։ Այնպես որ այս հարցը բավական հերանեկարներ է բացում եւ թույլ է տալիս առաջին հերթին ավելի լավ ճանաչել ինտերես մեզ։ Ես հրատարակել եմ մի քանի տարի առաջ բասկերեն հայերեն զուգահեռների մի բառարան, որը պարունակում է նույնությամբ կրկնվող 600 բառ բասկերեն եւ հայերենի միջեւ։ Ոչ թե նման, այլ նույնությամբ։ Ասենք չար, բասկերեն նույնպես ասում են չար, գեշ, նույնությամբ իրենք ասում են գեշ, կողքի հոմանիշներ դրված։ Կամ այնպիսի
չափից ավելի հայկական այսպիսի բառեր, ծավալ, ծիլ, հուրթի, արվույթ, առու եւ այլն, հարյուրավոր բառեր, իրականում դրանց թիվը շատ ավելի մեծ է եւ հրատարակության է պատրաստվում Իսպանիայում 1000 բառանոց արդեն մի ցանկ, թեև մի քանի տարի առաջ տպագրվել է այնտեղ 100 բառ, ես եմ հրատարակել, որոնք թարգմանչի կարիք չունեն առհասարակ, եւ այդ 100 բառի շրջանակներում բասկը եւ հայը կարող են իրար հետ հաղորդակցվել։ Սա այն էր, ինչի մասին ես խոսում էի, այսինքն, եթե այն վերականգնված նախալեզվով ենթադրաբար ցեղակիցները պետք է պատկանային նույն ցեղախմբին, բայց իրար չեն հասկանում։ Բասկերենի հայերենի պարագայում մենք ունենք շատ մեծ քանակությամբ բառեր, մոտարապես նույն քերականություն, որը թույլ է տալիս որոշակի շրջանակներում իրար հետ խոսել, հաղորդակցվել։ Երկրորդ հարցը, բասկերը ունեն շատ հարուստ խաչքարային մշակույթ։ Միակ ժողովուրդն է Եվրոպայի, որը ունի չափազանց հարուստ խաչքարային մշակույթ, որը ոնց որ Հայաստանից տեղափոխած լինեն այնտեղ, հատուկ հավաքած։ Եվ գալիս են մասնագետները, նկարում են մեր խաչքարերը, ապշում են, որ դա մեր երկրից ինչպես ենք Հայաստան։ Մենք էլ այնտեղ գնում ենք, ասում ենք, ինչպես են հայկական խաչքարերը հայտնվել ձեզ մոտ։ Եվ անունների խնդիրը։ Դա շատ տարօրինակ բան է։ Արաքս գետանունը, իրենց մայր գետն է։ Եվ մի փոքր հերրու Արաքս գետից իրենք ունեն Արալարը, որը մեր Արալերն է, առանց որևէ տեղ, շատ հնուց այդ զուգահեռները հայտնի են։ Եվ ինչն է հետաքրքիր, որ տեղի բառը տեղ նույնությամբ իրենք ունեն։ Եվ ամեն մի բառի վերջում կարող է դրվել արչա, նշանակում է արչ։ Արչա տեղի, այսինքն հայը այնտեղ որ գնաց, նա չպետք է հարցնի, թե այս տեղանունը ինչ է նշանակում։ Արդեն իր համար իր մեջ կրում այդ տեղեկությունը։ Կամ մի այսպիսի տուրիստական վայր կա Նավարայում, որը կոչվում է Կարանցա։ Եվ իսպաներեն գրված է Cuevas de la Carranza, բայց Carranza շարժվում է քարանձավ։ Մեզ համար դա արդեն մեր քարանձավ բառն է, մենք արդեն գիտենք։ Իսպանացին չգիտի ինչ է, դրա համար կողքը գրում է Cueva, որը նշանակում է էլի քարանձավ, քարանձավի քարանձավը, բայց մեզ հայերիս համար ակնհայտ է, որ դա նույն քարանձավ բառն է։ Մենք ունենք առանձին ուղղություն հայագիտության մեջ, որը կոչվում է հայկական բասկագիտություն, որոնց զբաղվել են շատ նշանավոր մարդիկ, բայց ցավոք սրտի այդ կաղապարված մոտեցումները, այդ ավանդապաշտությունը, չափից ավելի կարծրացած միտումները հայագիտության մեջ։ Արի ավանդապաշտություն բառը չգործացենք, այստեղ որտեղ ավանդապաշտությունը ինքնին լավ բան է։ Հա, դրական, բայց այստեղ ստացվում է ինչպես սխալի ավանդապաշտությունը, այսինքն սխալ ստեղծված մի բանի պաշտպանությունը։ Ես կներես խոսքդ ընդհատեցի, որովհետև ես մի բան էի ասում վերջերս մի օր զրուցում էինք, ասի 20-րդ դարում ինչ որ ստեղծվեց եւ կոչվեց առաջադիմական, պետք է հասկանալ հետադիմական։ Ինչ որ կոչվեց հետադիմական, պետք է հասկանալ առաջադիմական։ Այսպես թարս է։ Նու չեմ ուզում խուրդել հիմա երկարի խոսակցությունը, բայց ավանդապաշտությունը ինքնին հրաշք բան է։ Այս պարագային դա ավանդապաշտություն չի, դա սխալի կրկնություն է ընդամենը։ Այո։ Եվ թութակություն է, թութակություն։ Ցավոք սրտի, ես իհարկե համոզված եմ, որ վաղ թե ուշ հայագիտությունը պետք է վերադառնա ավելի բաց եւ ավելի ճկուն մեթոդների։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է կարողանանք հաղթահարել այդ անցյալի ծանր բեռը, գնահատելով, որ եթե լավ աշխատանք կատարված է, այդտեղից կարողանանք վերցնել լավը։ Բայց եթե այդ կարծրատեսությունը խանգարում է առաջընթացին, պետք է կարողանանք վերանայել։ Այդ քաջությունը մեզ անպայման անհրաժեշտ է։ Բասկերենը, որ էուսկերենն է։ Այո։ Այսինքն ոսկին է, հա։ Ոսկին, այո։ Իրենց անվան հիմքում ընկած է ոսկի բառը եւ ըստ հնագիտության տվյալների Արմենոիդ ռասան առաջին անգամ ներթափանցում է Իսպանիա 3-րդ հազարամյակի սկզբներին, այդ ժամանակ այնտեղ հայտնվում է մետաղը, այդ ժամանակ հայտնվում է մեգալիթյան ճարտարապետությունը, այդ ժամանակ հայտնվում է սև փայլեցված խեցեղենը։ Այսինքն, եթե այդ տարրերը մենք հանում ենք այնտեղից, հանում ենք Արմենոիդ ռասայի հետ միասին։ Եվ իրենց առասպելներում գրված է, որ մեր նախահայրը, որի անունը եղել է Այտոր, որը մեկ որպես հայայից եկած, հայքից եկած, Հայթոր, հայից սերող։ Հայթորը, հա։ Հայթոր, ես նախահոր անունը Հայթոր է։ Եվ իրենք պատմում են, որ այդ Այտորը գալով Հայաստանից իր հետ բերել է ցորենի մշակությունը, գյուղատնտեսությունը,
իր հետ բերել է մետաղագործությունը, բերել է օրացույցը շատ կարևոր քաղաքականության տար։ Այսինքն մենք խոսում ենք երրորդ հազարամյակի։ Այո, այսինքն ստացվում է որ քաղաքականության առաջընթացի համար կարևորագույն տարրերը Եվրոպա մտել են երրորդ հազարամյակի սկզբներին ու ըստ իրենց տվյալների ընդհանրապես տարբեր հայկական լեռնաշխարհից։ Սա շատ կարևոր բան է։ Մյուս կողմից, քանի որ բասկերը անաղարտ կերպով իրենց մշակույթը պահպանել են, իրենցից մենք կարող ենք սովորել մեր անցյալը։ Իրենց շնորհիվ կարող ենք վերականգնել մեր անցյալը եւ ճանաչել ինքներս մեզ ավելի լավ եւ թոթափել այդ բեռը եւ այն պիտակները, որ մեզ փակցված են եկվոր կամ փոխարինությունների ծանրության տակ կուչ եկած հայեր են եւ այլն եւ այլն։ Տորքի քարեր։ Սա լուրջ հարց է։ Կան առանցքաբանական զուգահեռներ։ Նախ առաջին հերթին այն, որ իրենց Հայաստանից այդ գաղթը բավական մանրամասն նկարագրված հիշեցնում է հայկի տեղաշարժ իր ամբողջ տոհմով, բայց առանցքաբանական մակարդակով կա երկու շերտ։ Մեկը կերպարներն են որոշակի, օրինակ իրենք ունեն տորտո անչո կամ տորկո անչո, որ տորկ անգեղն է նույն, այդպիսի մի հերոս, որը հսկայական քարեր է շպրտում, եւ միջև հիմա լեռների լանջերին մեծ ժայռեր կան, որոնք այդպես էլ կոչվում են տուրկու արի, տորքի քարեր։ Այդ հսկաները շպրտել են այդ քարերը, միջև հիմա կան։ Եվ կա այն նախապաշարմունքը, որ այդ հին դոլմենները կոչվել են տորքի քարեր, դրանց մեջ եղել է ոսկի։ Այդ քարանձավների զգալի մասը միջև հիմա կոչվում են բառացի ոսկիա։ Ես եղել տեսել եմ, իդեպ ես շատ եմ լինում Իսպանիայում, դասախոսներ եմ կարդում իրենց համալսարաններում եւ իրենք են իրենց համար հայտնաբերում սա։ Իրենց մոտ էլ այդ բանը արդեն տարածվել է, որ իրենք են Եվրոպան են, արդեն աշխարհի տերն են, բայց կամաց որ հետ են գնում դեպի իրենց պատմությունը, ասում ես, ախր սա դուք եք գրել, ձեր հեղինակներն են, դուք որտեղից եք ծագում, սկսում են ուշքի գալ, որ մեր հետ միասին իրենք են հայտնաբերում իրենց անցյալը։ Իրենք են սկսում վերանայել իրենց կարծրացած մոտեցումներն ու գնահատականները։ Մի ուրիշ հանգամանք։ Ես ասացի մետաղագործության հացահատիկի եւ մյուս գյուտերի մասին կանաչ մարդիկ։ Ուրեմն այդ կարծիքը, որ երրորդ հազարամյակի սկզբին մետաղագործությունը մտել է Իսպանիա, մինչ այդ չի եղել այնտեղ, չի հայտնաբերված դրանից առաջ։ Հաստատվում է ուրիշ կարգի փաստերով։ Մի քանի տարի առաջ մենք հրատարակեցինք Բասկ գիտնական ակադեմիկոս Սատրուստեգիի մի հոդվածը մի հին լքված պղնձի հանքի մասին Նավարայում։ Այնտեղ հայտնաբերվել են կմախքներ, որոնք կանաչել են պղնձի ազդեցությունից, պղնձի հանքաքարին, որը վերաբերում է երրորդ հազարամյակի կեսերին արդեն։ Եվ այդ պեղումները ցույց տվեցին, որ այդ կմախքները պատկանում են արմենոիդ ռասային եւ հայտնաբերվել են հենց պղնձի հանքում, որը անհերքելի ապացույց է իրոք այն բանի, որ արմենոիդ ռասայի, այսինքն հայերի հետ միասին պղնձագործությունը կամ մետաղագործությունը մտել է Իսպանիա։ Եվ այդ քարանձավը միջև հիմա կոչվում է կանաչ մարդկանց քարանձավ, կանաչների քարանձավ, որը գիտական առումով նշանակում է արմենոիդ ռասան ներկայացնող մետաղագործների քարանձավ։ Սրանից բացի կան նաև մի ուրիշ հետաքրքիր բան, մետաղի գյուտի մասին բասկյան առասպելը։ Կային ինչ-որ բացառիկ տեխնիկական գաղտնիքներ իմացող մարդիկ, կերպարներ բասկյան առասպելներում, որոնք ուրիշներին չէին հայտնում իրենց գյուտը, մետաղի գյուտը չէին հայտնում։ Եվ ուրիշներն խորամանկությամբ փորձում էին իմանալ այդ մետաղի գյուտը նրանցից։ Այդպիսի բաների տարբերակները գտնում ենք հայերենում, շատ հետաքրքիր է։ Դա առանձին հետաքրքիր հարց է, բայց իշտ է, պարզ որ ամենանախնական տարբերակում այդ գյուտը մետաղը եղել է մեկ ժողովրդի մենաշնորհ, դա է ցույց տալիս, որ ուրիշները փորձել են գողանալ։ Եվ անընդհատ հակադրվում են մետաղի գյուտը իմացողները, հացահատիկի մշակությունը իմացողները եւ չիմացողները։ Եվ չիմացողները միշտ փորձել են իմացողներից այդ գյուտը խաբեական միջոցներով ջուրացնել։ Սա շատ հետաքրքիր է։ Ես մեկ կրկնում եմ որոշ բաներ, ես միշտ ասում եմ մերոնց, ասում եմ, երբ որ ես կրկնվում եմ, դա չի նշանակում, որ ես մոռացել եմ, որ դա մի անգամ ասել եմ, պարզապես ուզում եմ, որ տպավորվի։ Այս մեր հեքիաթներում անմահական խնձորը թագավորի այգում է աճում։ Եվ թագավորի տղաներին, թագավորը խնձորը գալիս գողանում է տեղը, գալիս են գողանում են դրսից։ Թագավորի տղաները հսկում են խնձորը, այնտեղ մեծը քնում է, փոքրը մատը կտրում, աղացանում է, որ չքնի քուն չտանի, չպահպանի, այսինքն բոլոր շրջակա ժողովուրդների մեր
հեքիաթներում եւ ավելի հեռու գնա Բալկաններ դեր ավելի հեռու միշտ գնում են ինչ որտեղից բերելու այդ անմահական խնդիրը միայն մեր հեքիաթներում է որ գալիս են մեզնից տանելու արդեն սա ինքնին ավանդությունը բերում է այդ փաստը նույնիսկ այդ հունական հելենական ոսկե գեղմի պատմությունը դարձյալ գնում են բերելու գողանալու բերելու եւ այլն որը հետագայում Կոլխիդա դարձավ նախքան այդ Փաստորեն Հայաստան էր Այա էր կոչվում Այայի երկիր են գնում այսինքն Հայայի երկիր են գնում բերելու ոսկե գեղմը թե ինչպես Կոլխիդա դարձավ ես պատմությունը չգիտեմ բայց այդ արանքում փոխվեց կարծեմ լավ չխորանամ հիմա դրա մեջ միշտ գալիս են տանելու այստեղից կամ մենք ենք տանում տարածում սա էլ է հետաքրքիր այս իմաստով հիմա մետաղագործության հարցի վերաբերյալ եթե մենք խոսում ենք 3-րդ հազարամյակ Քրիստոսից առաջ այստեղ լուրջ խնդրեմ առաջանում այսինքն մերոնք մի բան գտնում են խեցեղեն են գտնում անունը դնում են անմիջապես ուրարտական ու դնում են 6-7-րդ դար Քրիստոսից առաջ այդ նույն խեցեղենը գտնում են բասկերը այնտեղ դնում են 3-րդ հազարամյակ հիմա ինչ է դուրս գալիս գիրքը հրատարակում է իսպանացին Վահան Սարգսյանի գրած այստեղ մենք բանի տեղ չենք դնում այս ամեն ինչը կամ չգիտեմ սա գիտես մենք կարգին դեգրադացվել ենք ժողովուրդ վիճակներս լավ չի երևի բայց փառք Աստծո ես հիմա տեսնում եմ այս զարթոնքն եմ տեսնում Վահան Սարգսյան Բասկագետ բասկերին շատ լավ մեր շատ սիրելի Հովիկ Ներսիսյան խոսում է բաների բավարարացիների մասին ու բավարարացիները 11-րդ դար Քրիստոսից հետո է բայց դարձյալ բայց միևնույն ժամանակ այդ նույն Գերմանիայում որ այդ բավարարացիներն են այդ Գերմանիա անունը հենց Հայաստան է նշանակում դա նույն Հերման Արմենն է այսինքն Արմենիա է փաստորեն եւ Հերման Արմենիուսն էր դրանց պապան որ ավելի վաղ շրջան գնացածներ են վաղ շրջանի այնտեղ բրետոնները գրում են իրենց քրոնիկներում բրետոնները այսինքն բրիտանացիները եկան Արմենիայից այնտեղ բարոն Հերունիներ այդ մասին շեշտում որ տակնել թարգմանության մեջ նոր անգլերենի ուրեմն Աստղանիշ է դրել թարգմանել է որ եկան Արմենիայից Աստղանիշ է լսում Արմենիա չպիտի լինի Արմորիկա պիտի լինի եւ այլն այս պատմությունները եւ առանձին մատես մեջտեղ է գալիս բասկը չգիտեմ գերմանացին բավարացին բրետոնը գալը մյուսը այսինքն սպիտակամորթ ռասայի տարածումը հայկական լեռնաշխարհից հիմքը գալիս է դա դարձյալ եւ առանձին այս բոլորը մեջտեղ է գալիս մանրամասն ուսումնասիրությամբ մի օր Աստծո կամքով այս բոլորը կմիավորվի կհավաքվի մի ամբողջության մեջ եւ կհրատարակվի գուցե մի շատ հաստափոր գրքով իսկ ինչի համար է սա ինչի համար է սա ինձ թվում է որ ամբողջ Եվրոպան եւ այլն որ միշտ դավաճան է եղել մեր նկատմամբ բոլոր հարցերում եւ ամենամեծ դավաճանությունը այսօր է կատարվում երբ որ Եվրոպայում փաստորեն վերացված է քրիստոնեական մշակույթը իմ կարծիքով այսօր Եվրոպան առաջնորդում է եւ ամբողջ աշխարհը հիմնականում բուդդայական մշակույթով ատամնդատամ ակննդական եւ այլն մենք այսօր փորձում ենք ինտեգրվել այսպես ասած Եվրոպայի հետ ես մի հարց տվեցի մեկին այստեղ մեր հայրերից պետական ասի եթե Նոյը նահապետը ինտեգրվեր մարդկությունը կփրկվեր արդյոք մարդկությունը փրկվեց միայն այն պատճառով որ Նոյ նահապետը չինտեգրվեց նրանց հետ ովքեր որ գնում էին դեպի գործանում այլ պահեց իր հավատքը իր Աստծո հավատքը ձեռել առան այդ մարդուն բայց նրանով փրկվեց մարդկությունը այս ինտեգրացիան բայց հարցը հետեւյալն է թե ինչու եվրոպացին այսօր մեզ միշտ դավաճանել է եւ դեռ հիմա ավելի վատ է դավաճանում որովհետեւ մեզ փորձում է ինտեգրել այս վիճակի մեջ կարծեմ գիտես ինչ բանի հոգեբանությունն է խոսում ընկեցիկի կոպիտ ժողովրդի լեզվով ասած բջի հոգեբանությունը իսկ բիճը հորը չի սիրում հորը այս բանն եմ տեսնում ես այս վերաբերմունքի մեջ թե հիմա կարծես սկսել է փոխվել վերաբերմունքը այս պարագային պարզապես մտորում էր գնացի ես մի կողմի վրա Վահան կներես իհարկե չի կարելի բացարձակեցնել խոսել ընդհանուր Եվրոպայի մասին, ընդհանուր բոլոր գիտնականների մասին եւ բոլոր ընդհանուր հոգեբանության մասին եմ ասում, ընդհանուր այդ պատկերացման մասին եմ ընդհանուր պատկերացումը այն է, որ պապիկին չեն սիրում։ Եղել է վերջին մի քանի 100 տարվա մեջ Եվրոպա կենտրոն հոգեբանություն։
այդ եվրոպակենտրոն հոգեբանությունը բացառում էր ուրիշ ազդեցություն։ Սա է։ Մենք ենք աշխարհի մշակույթը մերն է եւ այլն եւ այլն։ Այդ ֆոնի վրա բախումները եւ արևելյան մշակույթի հետ եւ արդեն ամերիկյան մշակույթի հետ իսկ արմատներ իդ գնալը եւ տեսնել թե իրենք ինչից ինչ դարձան, դա ոչ բոլորը կցանկանան։ Բայց կարևոր է որ դա լինի, որովհետեւ սա շատ բան է փոխում ժողովրդի հոգեբանության մեջ։ Նախ մենք ինչպես ենք վերաբերում այդ ամեն ինչին։ Եթե մենք տեղ չտանք, չբացահայտենք, ցույց չտանք, ինչ իմաստ ունի, որ եվրոպացիները մեր փոխարեն այդ գործը անեն։ Այս է ամբողջ խնդիրը։ Թեև այս պարագային ոնց որ բասկերի պարագային անում են։ Այո, անում են եւ առաջընթաց կա ես։ Հետո կա մի ուրիշ անհեթեթ բան, ես շատ եմ լսում մեր քաղաքական այրերի բերանից արդեն ջղայնանում եմ։ Մենք եվրոպացի ենք, թե ասիացի ենք։ Դեռ այս մարդկանց գլուխը չի մտել, որ մենք հայ ենք, այսինքն մենք կենտրոնն ենք, որ այստեղից է տարածվել եւ ասիական եւ եվրոպական քաղաքակրթությունը, որ սա կենտրոնն է։ Դու ոչ եվրոպացի ես, հայ, ոչ էլ ասիացի ես, դու հայ ես եւ դու կենտրոնն ես, այս երկուսի սկիզբն ես։ Այս գիտակցությունը եթե չկա մեր մեջ։ Այո։ Եվ այս ամբողջ ես հալմաղանը դրա վրա է ժողովուրդ։ Այս գիտակցությունը մտցնելու հայի մեջ իր արժեքի, իր կարևորության եւ իր առաքելության, որ ունի առաքելություն այսօր, այս գիտակցությունը ընդհանրապես մտցնելու համար պիտի Վահան Սարգսյանը տարիների քրտինք թափի ապացուցի բասկի մյուսի վերաբերյալ, չգիտեմ, մյուսը պիտի էս անի, այն անի, այն անի եւ այլն, բայց ես ասում եմ դարձյալ շատ լավ եմ զգում, որ տեսնում եմ այս զարթոնքը, սիրելի Վահան, եւ հսկայական աշխատանք ես կատարում, մանավանդ դրսում, եւ ես կցանկանայի, որ նույնքան գնահատվեր քո աշխատանքը Հայաստանում եւ դա արտահայտվեր գոնե գրքերի հրատարակությամբ, իսկ մինչ այդ շատ կարևոր բառարանի հրատարակության խնդիրը հայերենից հայերենի ստուգաբանության բառարան, որը վերաբերում է հայերենի արմատին, հիմքին եւ սա նոր ուղղություն է բացում լրիվ հայագիտության մեջ, դա պետք է հրատարակվի։ Մեկ անգամ եւս հիշեցնեմ պարոն Սարգսյանի հեռախոսի թիվը։ Վահան Սարգսյան 45 7003, սա տան համարն է, 45 7003, գործի համարը 57 07 95, 57 07 95, սա աշխատանքի թիվն է, զանգահարեք պարոն Սարգսյանին եւ մտածեք այս ուղղությամբ, պետք է այդ գիրքը հրատարակվի, ես ձեզնից ողորմություն չեմ խնդրում, ես ասում դա պիտի լինի բոլորիս ուժերով, ինչ որ բաներ որ չեն արվում, պետք է արվեն բոլորիս ուժերով։ Այսպես սա էլ։ Պարոն ջան, երկու խոսք մեր սիրելի ազգակիցներին։ Շնորհակալություն։ Ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ մենք բոլոր հայերին կտեսնենք Հայաստանում հավաքված եւ կարողանանք մեր հարցերը լուծել մեր հողի վրա եւ ծաղկացնել մեր երկիրը։ Շնորհակալություն։ Աստծո օգնությամբ, սիրելի Մկո, ինչպես Երևանում ասում են, պոստի վրա մի քնի, ահա։ Շատ լավ սիրելիներ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, Աստված բոլորիս հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։